Հայաստանում տնտեսության ազատականացման մասին իշխանությունների հայտարարությունները լսելիս մարդիկ առաջին հերթին հիշում են տասնամյակների վեր հաստատված մենաշնորհները շաքարավազի, բանանի, բենզինի եւ մի շարք այլ ապրանքատեսակների շուկայում։ Փորձենք դիտարկել, թե անցած 2 տասնամյակում ինչպիսին են եղել Հայաստան բանանի ներմուծման ծավալներն ու գները։ 95-ից 2017 թվականների ընթացքում Հայաստանը ներմուծվել մոտ 142 միլիոն ԱՄՆ դոլարի բանան, որի ներմուծման 22 տարվա միջին գինը 1 տոննայի համար կազմել է 910 ԱՄՆ դոլար։ Այսինքն ներմուծման 1 կիլոգրամի գինը գրեթե միշտ ցածր է եղել 1 դոլարից։ Հայաստանում ամենաշատ բանան սպառել են 2007 թվականին ավելի քան 17 տոննա, 2012-ին 12.5 տոննա եւ 2014-ին ավելի քան 12 տոննա։ Բանանի ներմուծման վրա ամենաշատ գումար ծախսվել է 2012-ին 17 միլիոն 516 հազար դոլար, 2011-ին 15.5 միլիոն դոլար եւ 2010-ին 12.5 միլիոն դոլար։ 1 տոննայի առումով ամենաթանկ ներմուծման գինը վճարվել է 2009-ից 2012 թվականների ընթացքում, գրեթե 1400 դոլար։ Ընդ որում, ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանը ոչ միայն ներմուծել է, այլ նաեւ չլինելով բանանային երկիր, բանան է արտահանել։ 2005 թվականին 594 տոննա, 2006-ին 3092 տոննա, ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն 558 հազար դոլարի։ Վերջին 3 տարիների ընթացքում բանանի ներմուծման գինը մոտ է եղել 1 տոննայի համար 700 ԱՄՆ դոլարին, սակայն շուկայում այն վաճառվել է շատ ավելի բարձր գներով։ Այսինքն մաքսային սահմանին 70 ԱՄՆ ցենտ արժեցող բանանը սպառողին հասել է 2-ից 3 անգամ ավելի թանկ գնով։ Բարձ հաշվարկներով անգամ կարելի է հասկանալ, որ մենաշնորհացված այս շուկայի տարողությունը 22 տարիների ընթացքում կազմել է գրեթե 500 միլիոն ԱՄՆ դոլար։ Հետևաբար պետք չէ զարմանալ բանանի շուկայի մենաշնորհատիրոջ օֆշորային միլիոններից ու ահռելի ունեցվածքից։ Այսպիսի բիզնեսում անգամ բոլոր հարկերը վճարելու պարագայում հսկայական գերշահույթները երաշխավորված են։ Բանանի շուկայի ազատականացման մասին վերջին խոստումները տրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ով հավաստիացրեց, որ բանանի ներկրման հարցում լինելու են հավասար մրցակցային հնարավորություններ բոլորի համար։ Դրանից հետո եղան հավաստիացումներ, որ արդեն իսկ կան բանան ներկրող նոր ընկերություններ։ Կարճ ժամանակ անց, սակայն, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ բանան ներմուծող նոր ընկերության սեփականատիրոջը զանգել սպառնացել են։ Մի քանի հայտարարություններից հետո այդ գործի առնչությամբ հետագայում որևէ լուրջ բացահայտում չեղավ։ Հայաստանում բանան, ինչպես եւ այլ մենաշնորհային ապրանքատեսակ ներմուծողներն ունեն իրենց արդեն իսկ ձևավորված բաշխման ցանցերը, որոնք եւս ծառայում են իրենց եկամուտների ձևավորմանը։ Հետևաբար բաշխման ցանցեր ստեղծելու համար անհրաժեշտ կլինի միավորվել մեկ այլ մենաշնորհային համակարգի, խոշոր սուպերմարկետների հետ, որոնք աստիճանաբար կլանում են փոքր խանութներն ու կրպակները։ Դա նշանակում է, որ առկա է մեկ այլ փոխկապակցված փակուղի։ Հետևաբար անկախ վարչապետի հավաստիացումներից, թե շուկայում յուրաքանչյուրն ազատ կարող է ներմուծել եւ վաճառել բանան, մեծ հաշվով դա այդպես չէ, քանի որ նոր ներմուծողից կպահանջվեն գնագծման, դեմպինգի դեմ պայքարելու, ֆինանսական կորուստներ կրելու ռեսուրսներ։ Վերջինս ստիպված կլինի շուկայում ձևավորել իր բաշխման ցանցը, ինչը քիչ հավանական է։ Իսկ այդ պարագայում մնում է հասկանալ, որ շուկան լավագույն դեպքում կարող է վերածվել օլիգոպոլ կամ մի քանի խոշոր խաղացողներով եւ ոչ թե ազատականացված շուկայի։ Այս ամենից հետեւությունն այն է, որ միևնույն է, բանանի շուկան չկարգավորվեց, չազատականացվեց եւ մրցակցային չդարձավ։ Իսկ շուկա մուտք գործել եւ վնասներ կրել անշուշտ բոլորն էլ կարող են։